Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 11-րդ գլուխ։ Սաբուղ գահ태 ամմոնացիներուն։ Ամմոնացի նահաս բարձրացավ եւ քաղաքի Յապիսին դեմ փանագեցավ։ Յապիսի բոլոր բնակիչները նահասի ըսին. մեզի հետ թաշին կնքե ու քեզի հպատակինք։ Ամմոնացի նահաս անոնց պատասխանեց. Ցեզի հետ սա պայմանով թաշին կգնքեմ, երբ ծեր ամենուն աչ կփորեմ եւ այս նախադինքը ամբողջ Իսրայելի վրա տնեմ։ Յապիսի երեցները անորսին. մեզի 7 օր ժամանակ տուր, որբեսի Իսրայելի ամբողջ հողամասը պատգամավորներ ղրգենք, եթե մեզ ազատող չլա, այն ադեն քեզի կանցնվինք։ Ոստի պատգամավորները Սաբուղի քապահան կացին ու ժողովրդին ագանչներուն այս խոսքերը ասին։ Ամբողջ ժողովուրդը իր ցայնը բարձրացնելով լացավ, մինչ Սաբուղ արդեն գուքար իր եզներուն յետևեն։ Սաբուղը ասավ. ժողովրդին ինչ եղավ որ գուլան։ Ոստի Յապիսի բնակիչներուն խոսքերը պատմեցին անոր։ Երբ այս խոսքերը լսեց, Աստուծո հոգին Սաբուղը համագեց եւ անոր փառությունը չափազանց փորփոքեցավ։ Զույգ մը եզ արավ, զանոնք գդորներու բաժնեց ու պատգամավորներուն ցերկով Իսրայելի ամբողջ հողամասը ղրգեց ըսելով. ով որ Սաբուղի յետևեն եւ Սամվելի յետևեն չկա, անոր եզներուն այսպես պիտի անեն։ Ժողովրդին վրա դիրոջ երգյուղը ինգավ ու բոլորը մեկ մարդու պես դուրս ելան։ Սավուղ Փեզեգի մեջ թվարգեց սանոնք Իսրայելի որդիները 300,000 էին, իսկ Քութայի մարդիկը 30,000։ Եկող պատգամավորներուն ասին. քաղաքի Յապիսի բնակիչներուն սա ասեք. վաղը երբ արևը դակնա, ցեզի ազատություն պիտի լա։ Երբ պատգամավորները կացին եւ Յապիսի բնակիչներուն ասիգա իմացուցին, անոնք ուրախացան։ Յապիսի բնակիչները ամմոնացիներուն ասին. վաղը ցեզի կանցնվինք եւ ամեն ինչ որ ցեզի հաջելի լա, ըրեք մեզի։ Հետևյալ օրը Սաբուղ ժողովուրդը 3 ճոգադի բաժնեց եւ Արդվան բահուն փանագավայրի մեջ մտնելով ամմոնացիները զարգին մինչեւ որ օրը դակցավ։ Մնացածները այնպես սրվեցան, որ անոնցմե 2 մարդ միասին չմնաց։ Այն ադեն ժողովուրդը Սամվելի ասավ. Սաբուղ մեր վրա թագավոր պիտի լա, ըսողը ով է։ Այդ մարդիկը դվեք, որբեսի մերցնենք։ Սակայն Սաբուղ ասավ. այսօր ոչ մեկ մարդ պիտի մերցվի, որովհետև այսօր դերը Իսրայելի համար փրկություն իրագործեց։ Սամվել ժողովրդին ասավ. եկեք քաղաքաղա երթանք ու հոն թագավորությունը վերահաստատենք։ Ոստի ամբողջ ժողովուրդը քաղաքաղա գնաց եւ հոն քաղաքաղայի մեջ դիրոջ արչեւ Սաբուղը թագավոր հրճագեցին։ Հոն դիրոջ արչեւ խաղաղության զոհեր մատուցանեցին ու Սաբուղ եւ Իսրայելի բոլոր մարդիկը հոն մեծ ուրախություն արին։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։